Ողջույն բոլորին, ուրախ եմ, որ իմ ալիքում եք և դիտում եք այս հրաշալի տեսանյութը։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ արտիճուկ, կանգ-կուր կամ ինչպես տարածված է ամենուր, արտիշոկի պատրաստման տարբերակը։ Տարբերակներից մեկը, որը ավելի համեղ է ստացվում։ Իհարկե, բազմազան պատրաստման ձևեր կան, ամենահիմնականը սա է, որ հիմա ես ձեզ կներկայացնեմ։ Անհրաժեշտ է ունենալ արտիշոկ, սխտոր, սող, ձիթապտղի յուղ, քացախ և կիտրոն, աղ, սև պղպեղ և մաղադանոց։ Ահա այն բոլորը, որը պիտի պատրաստենք արտիշոկը։ Ի դեպ, ես մեկն եմ վերցրել, քանի որ առաջին անգամ եմ պատրաստելու, փորձնական։ Եթե լավ ստացվեց, համեղ ստացվեց, ինչպես որ ինձ ներկայացրել են իմ ֆրանսուհի ընկերուհիները, ապա ես այլևս մի քանի արտիշոկ կգնեմ և այդպես կպատրաստեմ։ Ուրեմն նախօրոք լավ լվանում ենք և արդեն տեսանյութում ես ցուցադրում եմ, թե ինչպես ենք մաքրում։ Արտիշոկի այս եղանակը ստանալու համար, իհարկե շատ համեղ եղանակ եմ ձեզ առաջարկում, նախօրոք պետք է նման ձևով առանձնացնել։ Սա մի հետաքրքիր բույս է, որը շատ լավ է, հատկապես այն հիվանդությունների դեպքում, ինչպիսին են սիրտանոթային, լեղաքարային, երիկամների և դիաբետիկ հիվանդությունների համար, ինչպես նաև լյարդի մաքրման համար շատ լավ է այս բույսը կամ այս բանջարեղենը, որը իջեցնում է խոլեստերինը։ Ում թթվայնությունը շատ բարձր է, կարգավորում է այդ, և եթե կան մարդիկ, ովքեր ունեն ցածր ճնշում և ցածր թթվայնություն, ասում են, որ նրանք չպիտի չարաշահեն այս արտիշոկը։ Ցանկացած միրգ, բանջարեղեն, որոնք ունեն իրենց օգտակար հատկությունները, ունեն նաև հակացուցումներ։ Ուրեմն, ուշադիր եղեք ձեր ունեցած հիվանդությանը կարելի է օգտագործել այս բույսը, թե ոչ, չնայած չեմ կարծում, որ ամեն օր դուք պիտի օգտագործեք։ Ուրեմն կարելի է բոլորին, իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, B1, B2, կա, հակաօքսիդանտ է, որը շատ լավ է առողջության համար։ Կարճ ասած, սա մի հրաշք, բուժիչ, դիետիկ բույս է, այսպես ասեմ, Ժողովուրդ ջան։ Իսկ հայկական անվանումը, որ կանգ-կուր է, ասում են, որ կանգ առ կերակուր, կարծես կանգնել կերակուր, հայերեն անվանում է և նշանակում է, որ շատ հին ժամանակներում հայերը նույնպես ծանոթ են եղել այս բույսին։ Հիմնականում տարածված է Իտալիայում, Աֆրիկայում, Ֆրանսիայում և Հարավային Ամերիկայում, բայց այս բույսի մասին տեղեկությունները տարածում են գտել 16-րդ դարում, և մինչև օրս այն մեծ կիրառում ունի ֆրանսիական խոհանոցում։ Ես շատ եմ տեսել, որ բոլորը գնում են այս արտիշոկը, և այսօր ես ձեզ ներկայացնում եմ զուտ ֆրանսիական բաղադրատոմս, թե ինչպես կարելի է պատրաստել այս արտիշոկը։ Արտիշոկի մաքրելը տեսաք դուք ամենը, և այդ բոլոր բաղադրիչները հերթականությամբ ես ձեզ ներկայացրեցի։ Հյութը արտակարգ համեղ է, շատ համեղ է հյութը, հիմա որ ես լցնում եմ, ես մատուցում եմ այս մեկը, հիմա կտրում եմ և ձեզ կասեմ, թե ինչ ենք անելու։ Ուրեմն տեսեք, այս ծաղկային մասը խորքում է, միևնույնն է, նա հեռացնել չէր լինի, եփելուց հետո ենք հեռացնում, դա հեռացնում ենք, այս մասը չենք ուտում, ուտելի է այս քիչ մասը, տեսնում եք, այս փոքր մասն է, բայց շատ առողջարար ու կարևոր հատկությունով, կարճ ասած, հաճախ կերեք արտիշոկ և առողջ զգացեք ձեզ, այն շատ լավ է, հատկապես երեխաներին, տարեց մարդկանց, ահա և այս հրաշք բաղադրատոմսը ներկայացրեցի, տեսեք, այս ծաղկային հատվածը այդ փշոտ պիտի հեռացվի անպայման, և կիտրոնով անընդհատ պիտի շփենք, և այս բաղադրիչները պարտադիր պիտի օգտագործենք, որպեսզի ստանանք նման համեղ տարբերակ։
Այսօրվա համար այս հետաքրքիր բաղադրատոմսը պատրաստեք եւ ինքներդ կհամոզվեք։ Ամեն դեպքում ինձ դուր եկավ։ Ցտեսություն։